Հարություն։ Աստվածաշունչը վկայություն է տալիս, որ Քրիստոսը ոչ միայն մահացել է իր ժողովրդի մեղքերի համար, այլև երրորդ օրը հարություն է առել մեռելներից։ Հիսուս Քրիստոսի հարությունը հիմքային կարևորություն ունի քրիստոնեության համար։ Եթե Քրիստոսը հարություն առած չլիներ, ապա ավետարանը առասպել կլիներ, իսկ մեր հավատքը անպիտան։ Կորինթացիների 15:14։ Սակայն քանի որ Քրիստոսի հարությունը պատմական փաստ է, այն վավերացնում է Քրիստոսի անձը, ով նա ներկայացել է և ինչ նա արել է մեր փոխարեն։ Հարությունը ապացույցն է այն բանի, որ Հիսուսն Աստծո որդին է։ Հովհաննես 2:18-19 խոսքերում հրեա առաջնորդները խնդրեցին Հիսուսին, որ նշան տա, որ ինքն իշխանություն ունի Աստծո տաճարը մաքրելու։ Ի պատասխան Հիսուսն ասեց. «Քանդեք այս տաճարը, և ես 3 օրում կկանգնեցնեմ»։ Հռոմեացիների 1:4-ում գրված է, որ Հիսուսը սահմանվեց զորությունով Սրբության Հոգու կողմից մեռելներից հարություն առնելուց։ Սա չի նշանակում, որ Հիսուսը հարություն առնելով դարձավ Աստծո որդի, այլ որ հարությունը հոր վավերացումն էր այն մասին, որ Հիսուսն Աստծո հավիտենական որդին է։ Հարությունը ապացույցն է այն բանի, որ Աստված ընդունել է Քրիստոսի մահը որպես մեր մեղքերի ամբողջական հատուցում։ Հռոմեացիների 4:25-ում ասվում է, որ Քրիստոսը մատնվեց մեր հանցանքների համար և հարություն առավ մեզ արդարացնելու համար։ Այս խոսքերը նշանակում են, որ Աստված Հիսուս Քրիստոսին հարություն տվեց, քանի որ նրա մահով բավարարված էր Աստծո արդարությունը և ապացուցված էր հավատացյալների ներումն ու ճիշտ դիրքն Աստծո առջև արդարացումը։ Հարությունը հավատացյալների ապագա հարության ապացույցն է։ Հովհաննես 11:25 խոսքում Հիսուսն ասեց. «Ես եմ հարությունը և կյանքը, ինձ հավատացողը թեև մեռնի էլ կապրի»։ Այս խոստումը ի չի կդառնար, եթե Քրիստոսը մնար գերեզմանում։ Նրա հարությունն ապացուցեց նրա իշխանությունը մահվան վրա։ Այն ապացուցեց, որ նա իշխանություն ունի կյանքի կոչելու նրանց, ովքեր հավատում են իրեն։ Կորինթացիների 1:6-14 խոսքերում Պողոս առաքյալը գրում է. «Աստված, որ մեր Տիրոջն էլ հարություն տվեց, ձեզ էլ հարություն կտա իր զորությամբ»։ Հարությունը ապացույցն է այն բանի, որ աշխարհն ունի Տեր և Դատավոր։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ Քրիստոսը ոչ միայն հարություն առավ մեռելներից, այլև Աստված բարձրացրեց նրան, լինելու ամբողջ արարչության Տերն ու Դատավորը։ Հարությունից հետո քարոզված առաջին քարոզի ժամանակ Պետրոս առաքյալը հայտարարեց հրեաներին. «Հիմա թող ստույգ գիտենան Իսրայելի ամբողջ տունը, որ Աստված նրան Տեր և օծյալ արեց, սույն այս Հիսուսին, ում դուք խաչեցիք»։ Գործք Առաքելոց 2:36։